Իսկ եթե ես ասեմ քեզ, որ այսօր Աստված ուզում է քեզ տալ խաղաղություն, անսովոր հանգիստ, ոչ թե ժամանակավոր դադար, այլ խաղաղություն, որ գերազանցում է ամեն մարդկային պատկերացում։ Գուցե դու հոգնել ես պայքարելու այն մտքերի հետ, որոնք քեզ քուն չեն տալիս։ Գուցե այսօր ժպտացիր, բայց ներսումդ օգնություն ես խնդրում։ Այսօր լսիր սա բաց սրտով։ Աստված ասում է քեզ. ոչինչի համար մի անհանգստացիր, ամեն ինչի մասին աղոթիր եւ խնդրիր ինձանից։ Սա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէ Աստվածաշնչից, սա անձնական հրավեր է, ուղղակի խոստում քո սրտին։ Եթե այս հաղորդագրությունն արդեն սկսել է խոսել քեզ հետ, թողիր լայք, բաժանորդագրվիր ալիքին եւ ակտիվացրու զանգը, որովհետեւ այստեղ դու կգտնես բառեր, որոնք կենթանացնում են հոգին։ Մնա ինձ հետ մինչև վերջ, որովհետեւ այս տեսանյութի կեսին ես կցուցադրեմ քեզ մի գաղտնիք, որը վերածում է անհանգստությունը խաղաղության։ Եվ վերջին պահին դու կհասկանաս, թե ինչու է Աստված արդեն աշխատում քո համար, նույնիսկ եթե դեռ ոչինչ չես տեսել։ Իսկ եթե այսօր թողնես այդ ծանրաբեռնվածությունը, գիտես այն անտեսանելի ծանրությունը, որ ոչ ոք չի տեսնում, բայց որն ուղեկցում է քեզ ամբողջ օրը, այն անհանգստությունը, որ սեղմում է կրծքիդ, ստիպում է ամեն ինչ վերանայել քնելուց առաջ։ Ճշմարտությունն այն է, որ կան պահեր, երբ մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչու ենք այդքան հոգնած, կարծես հոգին սպառված է։ Բայց ինչ եթե այսօր կարողանաս այս ամենը վստահել քեզնից անսահմանորեն ավելի ուժեղ մեկին։ Շատ մարդիկ ապրում են փորձելով դրսից ուժեղ երևալ, իսկ ներսում գտնվում են փլուզման եզրին։ Գիտես թե ինչն է ավելի ցավալի, մտածելը, որ ամեն ինչ պետք է տանել մենակ։ Բայց Աստված երբեք չի խնդրել դա քեզանից։ Ընդհակառակը այսօր նա քեզ կանչում է, որպեսզի լռության մեջ ազատես այն, ինչ քեզ կործանում է։ Խոր շունչ քաշիր եւ ասա. Տեր, ես այլևս չեմ կարող, այստեղ վերցրու այն։ Սաղմոս 55:22-ում Աստվածաշնչում ասված է. քո հոգսը գցիր Տիրոջ վրա, եւ նա կպահպանի քեզ, նա երբեք չի թողնի, որ արդարները ընկնեն։ Սա պարզապես գեղեցիկ խոստում չէ, սա իրականություն է, որն այս պահին հասանելի է քեզ։ Աստված չի ուզում տեսնել, թե ինչպես ես ճնշված անհանգստության ծանրությամբ։ Նա ուզում է տեսնել քեզ թեթև, ազատ, հանգստացած նրա մեջ։ Բայց ահա պարզ հարցը. պատրաստ ես թողնել, որովհետև քանի դեռ դու պնդում ես ամեն ինչի վերահսկողության վրա, Աստված պարզապես դիտում է, սպասելով այն պահին, երբ դու իսկապես որոշես վստահել։ Վստահել նշանակում է կորցնել վերահսկողությունը, նշանակում է ասել. ես չգիտեմ, բայց Աստված գիտի։ Գուցե հարցնես, իսկ եթե թողնեմ եւ ամեն ինչ փլուզվի, բայց ինչ եթե հակառակը լինի։ Ինչ եթե երբ դու թողնես, սա սկիզբ լինի այն վերակառուցման, որ Աստված ցանկանում էր անել քո կյանքում։ Երբեմն հրաշքը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք թողնում ենք վախը եւ հավատում։ Այսպիսով հիմա գրիր մեկնաբանություններում. այսօր ես ազատում եմ այս ծանրաբեռնվածությունը եւ վստահում եմ քեզ, Տեր։ Սա պարզապես առաջարկ չէ, սա հավատի քայլ է, եւ այս քայլը կարող է փոխել ամեն ինչ։ 2. Ամենախոր հրավերը, որ Աստված երբևէ տվել է քեզ։ Երբևէ մտածել ես, որ Աստված քեզ հրավիրում է ամեն օր խոսել իր հետ, ոչ թե որպես ծիսակարգ, այլ որպես հայր, որ կանչում է որդուն, որպիսի խոսես, ծիծաղես, լաց լինես եւ պարզապես միասին լինես։ Սա հրավեր է, աղոթք։ Եվ գուցե սա քրիստոնեական կյանքի ամենաթերագնահատված պարգևն է։ Փիլիպեցիս 4:6-ում պարզապես ասված է. ոչնչի համար մի անհանգստացիր, այլ ամեն ինչում աղոթքով եւ աղաչանքով, շնորհակալությամբ թող քո խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։ Ուշադրություն դարձրու, որ նա չի ասում. երբ հեշտ լինի աղոթիր, կամ եթե ժամանակ մնա, խոսիր ինձ հետ։ Նա ասում է ամեն ինչում, բայց ինչու, իմանալով սա, մենք դեռ վազում ենք ամեն օր, նախ թեն Աստծուն վազելը, որովհետև մեզ սովորեցրել են ինքնուրույն լուծել ամեն ինչ, մեզ սովորեցրել են գոյատևել, դիմանալ, եւ աղոթքը շատերի համար թվում է վերջին միջոց, թեև իրականում այն պետք է լինի առաջինը։ Աստծո հրավերը ավելի խորն է, քան գեղեցիկ բառերը։ Նա ասում է. որդիս, խոսիր ինձ հետ, նախքան փորձել է ինքդ լուծել այն։ Ես լսում եմ քեզ, ես հասկանում եմ քեզ, եւ ամենակարևորը, ես ունեմ ուժ գործելու այնտեղ, որտեղ դու այլևս չես կարողանում։ Երբևէ մտածել ես, թե քանի արդյունք կարող էիր խնայել, եթե կանգ առնեիր, շնչեիր եւ խոսեիր Աստծո հետ նախքան գործելը։ Սա այն տեսանյութը չէ, որ կսովորեցնի քեզ ավելի քիչ խնդիրներ ունենալ, բայց այն կցուցադրի ճանապարհ, որ չկործանվես դրանցից։ Աղոթքը։ Այսպիսով, եթե հենց հիմա լսում ես այս հաղորդագրությունը, դա պատահականություն չէ։ Սա Աստված է, որ կանչում է քեզ հետ գնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսում է փոխվել։ Գաղտնիքը, աղոթքը, նրա ներկայությունը։ Կընդունես հրավերը։ 3. Անհանգստությունը գոռում է, բայց Աստված շշնջում է. հավատա ինձ։ Կան օրեր, երբ գլուխդ չի դադարում, մտքերի, վախերի պտույտ։ Իսկ եթե անհանգստությունը ապագայի մասին է, անհանգստությունը աղմկոտ է,
Այն առանց թույլտվության գողանում է մեր խաղաղությունը, եւ երբ գիտակցում ենք արդեն ապրում ենք վաղվա օրը առանց ապրելու ներկայում, բայց այդ ամբողջ աղմուկի մեջ Աստված չի գոռում, նա շշնջում է, նա ասում է հոգու լռության մեջ. «Որդիս, վստահիր ինձ»։ Երբեմն այդ շշուկը պատահական կարդացած համարն է, երբեմն ժամանակին հնչող երգն է։ Այլ ժամանակներում սա տեսանյութն է։ Եսայիա 41:10-ում նա ասում է. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի խուճապվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կուժեղացնեմ քեզ, կօգնեմ քեզ և կաջակցեմ քեզ իմ արդարության աջ ձեռքով»։ Մինչ անհանգստությունը ասում է քեզ, որ ամեն ինչ սխալ կընթանա, Աստված հիշեցնում է. «Ես այստեղ եմ և ես հոգ եմ տանում քո մասին»։ Բայց որպեսզի լսես Աստծո շշուկը, երբեմն պետք է անջատես աշխարհի գոռոցը։ Ավելի քիչ ծանուցումներ, ավելի քիչ համեմատություններ, ավելի քիչ շտապողականություն, ավելի շատ ներկայություն, ավելի շատ խոսք, ավելի շատ աղոթք։ Հավատը աճում է լռության մեջ մերձավորության։ Այսպիսով հիմա խոր շունչ քաշիր։ Մի պահ փակիր աչքերդ և փորձիր լսել, թե ինչ է Աստված ասում քեզ այսօր։ Գուցե ամեն ինչ հենց սրա մեջ է։ Քեզ հարկավոր չէ ինքդ կրել սա, վստահիր ինձ։ Թողիր մեկնաբանություն այստեղ, եթե սա վերաբերում է քեզ։ Անհանգստությունը գոռում է, բայց այսօր ես ընտրում եմ լսել Աստծո ձայնը։ 4. Փիլիպպեցիս 4:6 խոստում, որ փոխում է ամեն ինչ։ Եթե կա մեկ համար, որը կարող է փոխել քո վախերի հետ վարվելու ձևը, ապա դա Փիլիպպեցիս 4:6-ն է։ Բայց խնդիրն այն է, որ մենք չափազանց արագ ենք կարդում այն, կարծես թե դա եւս մեկ խոստում է։ Այսօր ես ուզում եմ, որ կանգ առնես եւ խորապես մտածես դրա մասին, որովհետեւ այս համարը կարող է լինել կարևոր շրջադարձ։ Ոչինչի համար մի անհանգստացիր։ Աստված սկսում է նրանից, որ դու ստեղծված չես վախով ապրելու համար, շարունակում է, այլ ամեն ինչում աղոթքով եւ աղաչանքով, շնորհակալությամբ թող քո խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։ Բայց հասկանում ես ուժը սրա։ Աստված պարզապես թույլ չի տալիս աղոթել ամեն ինչի մասին, նա հրամայում է դա անել։ Սա փոխում է այն, թե ինչպես ես հանդիպում քո օրերին։ Երբ աղոթում ես, դու բառեր չես թափում դատարկության մեջ։ Սա նշանակում է գնալ թագավորի սենյակ եւ հանձնել այն, ինչ ճնշում է քեզ։ Բայց դեռ ամեն ինչ չէ։ Հաջորդ համարը 7-ը ավարտում է շրջանակը։ Եվ Աստծո խաղաղությունը, որ գերազանցում է ամեն պատկերացում, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Մյուս խոսքերով, դու աղոթում ես, հանձնվում ես, վստահում ես, եւ Աստված փոխում է քո անհանգստությունը խաղաղությամբ, որն չունի մարդկային իմաստ։ Գուցե հույս ունես, որ խաղաղությունը կգա պատասխանից հետո, բայց գաղտնիքն այն է, որ այն գալիս է անմիջապես աղոթքի ծնունդից հետո։ Դու հանձնվում ես աղոթքով, եւ Աստված պահպանում է քեզ իր խաղաղությամբ։ Սա գերբնական է։ Այսպիսով, հիմա գրիր այստեղ մեկնաբանություններում որպես հավատի արարք։ Այսօր ես ամուր բռնված եմ Փիլիպպեցիս 4:6-7-ի խոստումից։ Աստված, վերցրու ամեն ինչ։ Խոսքը զգացմունքների մասին չէ, ամեն ինչ վստահության մասին է։ 5-րդը. Դժվար է հանձնելը, մենակ կրելը ավելի ցավալի է։ Եկեք ընդունենք վերահսկողությունը Աստծուն հանձնելը հեշտ չէ։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչ կլինի, երբ եւ ինչպես կլինի։ Հանձնվել նշանակում է հրաժարվել վերահսկողության պատրանքից, եւ դա մեզ վախեցնում է։ Բայց թույլ տուր հարցնել, արժե արդյոք շարունակել մենակ գրել սա։ Ինչպես ես քնում, ինչպիսին է քո խաղաղությունը։ Կյանքն արդեն ցույց է տվել, որ դու չես կարողանում ամեն ինչով գլուխ անել, եւ դա նորմալ է, որովհետեւ դու ստեղծված չես ամեն ինչ գրելու համար։ Դու ստեղծված ես վստահելու համար։ Առաջին Պետրոսի 5:7-ում գրված է. ամբողջ ձեր հոգսը գցեք նրա վրա, որովհետեւ նա հոգ է տանում ձեզ համար։ Գիտես թե ինչն է ավելի գեղեցիկ։ Նա չի խորհուրդ տալիս գցել միայն մեծ հոգսերը։ Նա ասում է ամբողջ հոգսը։ Նաև այն փոքրիկը, որ դու համարում ես հիմար, այն, որ ոչ ոք չի հասկանում։ Աստված հասկանում է։ Հանձնելը թուլության նշան չէ, դա իմաստության ապացույց է։ Սա ընդունում է, որ քո սահմանափակումներ կան, բայց Աստծո ուժը սահմաններ չունի։ Սա նշանակում է ես հասել եմ իմ ուժերի սահմանին, բայց ընկնում եմ այն ձեռքերի գիրկը, որոնք երբեք չեն հոգնում։ Եվ ուզում ես իմանալ ամենաանհավանականը, Աստված երբեք չի դատապարտում քեզ հոգնած լինելու համար։ Նա ողջունում է, վերականգնում է, թարմացնում է։ Բայց դա տեղի է ունենում միայն երբ դու թողնես։ Քանի դեռ բռնված ես, նա հարգում է քո տարածքը։ Բայց այն պահին, երբ ասես վերցրու Տեր, երկինքը շարժվում է։ Այնուհետև գրիր այստեղ մեկնաբանություններում. այսօր ես ընտրում եմ չկրել սա մենակ։
Աստված ես հանձնում եմ։ Սա նոր կյանքի սկիզբն է։ 6-րդը. Աստված չի ուզում տեսնել, թե ինչպես ես խեղդվում լռության մեջ։ Երբևէ նկատել ես, թե որքան հեշտ է դրսից ժպտալ, երբ ներսում ամեն ինչ փլուզվում է։ Երբեմն մենք այնքան ենք սովորում թաքցնել ցավը, որ նույնիսկ մոռանում ենք, որ տառապում ենք։ Մենք ստեղծել ենք ուժեղ անկախ կերպար, որը ասում է ամեն ինչ լավ է, մինչդեռ հոգին լռությամբ գոռում է։ Բայց Աստված տպավորված չէ նրանով, ինչ մենք ցույց ենք տալիս դրսից։ Նա տեսնում է այնինչ ոչ ոք չի տեսնում։ Քո հոգնած սիրտը, խելագարորեն վազող միտքը, լացը, որ ոչ ոք չի նկատել։ Եվ գիտես, թե ինչ է անում նա, երբ տեսնում է սա։ Նա մոտենում է, կանչում է քեզ, ձեռք է մեկնում, ոչ թե գումար վերցնելու, այլ ողջունելու համար։ Սաղմոս 34:18-ում գրված է. Տերը մոտ է կոտրված սրտերին եւ փրկում է հոգով ճնշվածներին։ Սա նշանակում է, որ դու երբեք մենակ չես լինի ամենադժվար պահերին։ Ընդհակառակը, հենց այնտեղ Աստված ամենամոտն է մոտենում։ Բայց հաճախ այնինչ խանգարում է մեզ խոսել Աստծո հետ, ամոթն է։ Ամոթ թուլության համար, կասկածների համար, որ չգիտես գեղեցիկ աղոթել։ Բայց Աստված կատարյալություն չի փնտրում, նա փնտրում է անկեղծություն։ Անկեղծ եւ պարզ աղոթքը կարող է հասնել երկինք այնպես, ինչպես հազարավոր գեղեցիկ բառեր չեն կարողանա։ Ցավը, որ թաքցնում ես, կարող է դառնալ քո պատմության շրջադարձային կետը։ Ոչ թե որովհետև հանկարծ կվերանա, այլ որովհետև երբ հանձնում ես այն Աստծուն, ներսումդ ինչ-որ բան է փոխվում։ Դադարում ես մենակ պայքարել եւ սկսում ես պայքարել նրա հետ միասին։ Նա քո կողքին է։ Եվ այս տարբերությունը փոխում է ամեն ինչ։ Քանի անգամ ես լսել ուժեղ եղիր, բայց թույլ տուր ասեմ քեզ մի ուրիշ բան։ Այսօր Աստված թույլ է տալիս քեզ թույլ լինել։ Նա թույլ է տալիս ընկնել իր գիրքը, որովհետև իսկական ուժեղը նա է, ով գիտի թե որտեղ փնտրել ուժը։ Եվ այդ ուժը Աստծո մեջ է, ոչ թե քեզ մեջ։ Այսպիսով գրիր այստեղ մեկնաբանություններում. Տեր, ես այլևս չեմ ուզում խեղդվել լռության մեջ։ Նա լսում է ինձ, բուժում է ինձ, պահպանում է ինձ։ Սա պարզապես մեկնաբանություն չէ, սա քո ազատության սկիզբն է։ 7-րդը. Աղոթքը ծիսակարգ չէ, դա գոյատևում է։ Շատերը դեռ ընկալում են աղոթքը որպես սառը ծիսակարգ, ինչ որ բան, որ անում են պարտքից կամ ավանդույթից, բայց նրանք, ովքեր անցել են անքուն գիշերներով, լաց լինելով, չիմանալով ինչ անել, հասկանում են աղոթքը գոյատևում է, դա շնչառություն է։ Երբ հոգին խորտակվում է, այն գտնում է թթվածին հուսահատության մեջ։ Աղոթել նշանակում է բացել մութ սենյակի դուռը եւ գտնել լույսը։ Աստված չի խնդրում կատարյալ խոսք կամ ներկայացում, նա կանչում է քեզ իսկական հանդիպման։ Երեմիա 33:3-ում նա ասում է. «Կանչիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ, եւ կցուցադրեմ քեզ մեծ եւ թաքնված բաներ, որոնք դու չգիտես»։ Նա բառացիորեն ասում է. «Խոսիր ինձ հետ, կանչիր ինձ։ Ես ուզում եմ բացահայտել քեզ այն, ինչ դեռ չես հասկանում»։ Եվ գիտես թե ինչն է ավելի զարմանալի։ Աղոթքը փոխում է ոչ միայն հանգամանքները, այլ նաև քեզ ներսից։ Երբևէ նկատել ես, որ երբեմն խնդիրները շարունակվում են, բայց աղոթքից հետո դու փոխվում ես, ավելի հանգիստ, թեթև, նոր հասկացողությամբ։ Սա Աստծո ներկայության անտեսանելի արդյունքն է։ Գուցե դու փնտրում ես լուծում ամենուր, խորհուրդներ, մարդկանց տեսանյութեր, բայց Աստված ասում է. «Ամենից առաջ արի եւ խոսիր ինձ հետ»։ Նա ուզում է լինել քո առաջին աղբյուրը, ոչ թե վերջինը։ Նա ուզում է լինել քո ապաստանը, ոչ թե արտակարգ իրավիճակը։ Աղոթել նշանակում է թաքնվել Աստծո մեջ, նախքան փոթորիկը քեզ գցի։ Եվ ահա ճշմարտությունը, որ շատերը անտեսում են։ Աղոթքը միակ բանն է, որ թշնամին չի կարող գողանալ քեզանից։ Նա կարող է փորձել թուլացնել քեզ, մեկուսացնել, շփոթեցնել, բայց քանի դեռ ունես աղոթելու ուժը, ունես ուղիղ մուտք Աստծո գահին, եւ ոչ ոք չի կարող փակել այդ դուռը։ Եթե այս խոսքը խոսում է քեզ հետ, գրիր այստեղ. Տեր, սովորեցրու ինձ ապրել աղոթքով։ Ես չեմ ուզում ծիսակարգ, ես ուզում եմ հարաբերություններ։ Եվ եթե կարող ես, կիսվիր այս տեսանյութով նրա հետ, ով պետք է հիշի այն։ 8-րդը. Հիսուսն արդեն գիտեր, որ դու կարող ես դիմանալ։ Ոչինչ այն, ինչ դու ապրում ես այսօր, անակնկալ չէ Աստծո համար։ Եվ ամենագեղեցիկն այն է, որ իմանալ Հիսուսն արդեն ամեն ինչ գիտեր, եւ այնուամենայնիվ նա ընտրեց քեզ։ Նա տեսավ քեզ քո ամենամեծ ցավի օրը։ Նա տեսավ քեզ այն գիշերը, երբ մտածում էիր հանձնվել։ Նա տեսավ քեզ քո պայքարի հետևում եւ այնուամենայնիվ որոշեց սիրել քեզ, պահպանել եւ գնալ քեզ հետ։ Հովհաննես 16:33-ում Հիսուսն ասաց. «Այս բաները ասացի ձեզ, որպիսի ինձ մեջ խաղաղություն ունենաք։ Այս աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին»։ Նա չասաց, որ հեշտ կլինի,
Նա ասաց, որ կլինի քեզ հետ, եւ նույնիսկ փոթորկի մեջ կարող ես գտնել հույս, որովհետեւ նա արդեն հաղթել է այն, ինչ փորձում է հաղթել քեզ։ Գիտես թե ինչու է սա այդքան հզոր, որովհետեւ ցույց է տալիս, որ դու պատժված կամ մոռացված չես։ Քեզ ուղեկցում է մեկը, ով անցել է այն ամենով, ինչով դու անցնում ես։ Հիսուսը դավաճանվել է, մերժվել, տարապել, լաց եղել, վախեցել եւ տարապել է։ Նա հասկանում է եւ հենց դա է պատճառը, որ նրա ներկայությունը այդքան տարբեր է։ Նա պարզապես հերվից չի դիտում քեզ, նա գրում է քեզ այն պահերին, երբ դու այլևս չես կարողանում քայլել։ Այնինչ քեզ համար այսօր ճգնաժամ է, արդեն լուծվում է նրա կողմից լռության մեջ։ Քանի դեռ դու լաց ես լինում, նա աշխատում է։ Գուցե հիմա չես տեսնում, բայց հետևում կան որոշակի նպատակներ։ Աստված ցավը զուր չի ծախսում։ Քո յուրաքանչյուր արդյունքն ունի հավերժական արժեք, եւ ճիշտ պահին ամեն ինչ բարձ կդառնա։ Այնինչ այսօր թվում է վերջ, վաղը կլինի վկայություն, որ կորնի ուրիշներին։ Այնուհետև գրիր այստեղ. Հիսուս, շնորհակալ եմ, որ եղել ես ինձ հետ։ Նույնիսկ երբ չեմ հասկանում, ես վստահում եմ քո ծրագրին։ Եվ հիշիր, քեզ չեն մոռացել, քեզ ձևավորում են։ Գաղտնիքը խաղաղությամբ ապրել խառնաշփոթի մեջ։ Խաղաղությամբ ապրելը, երբ ամեն ինչ լավ է, հեշտ է, բայց ինչ անել, երբ ամեն ինչ անվերահսկելի է թվում, երբ կմարները չեն աշխատում, պատասխանները չեն գալիս եւ գլուխդ կարծես պայթում է մտքերի քանակից։ Հենց այնտեղ Աստծո խաղաղությունն ամենահզորն է, որովհետեւ սա խաղաղություն չէ, որ կախված է հանգամանքներից։ Սա խաղաղություն է, որ գալիս է ներսից։ Հովհաննես 14:27-ում Հիսուսն ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ես ձեզ տալիս եմ ոչ այնպես, ինչպես աշխարհն է տալիս։ Ձեր սիրտը թող չխռովի եւ թող չվախենա»։ Ուշադրություն դարձրեք նրա խոսքերին. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»։ Մյուս խոսքերով, սա ոչ փոխարված է, ոչ էլ անցողիկ խաղաղություն։ Սա նույն խաղաղությունն է, որ Հիսուսն ուներ, երբ բախվում էր դավաճանության, հալածանքների եւ նույնիսկ խաչի հետ։ Երբևէ մտածել ես այդ մասին։ Այն խաղաղությունը, որ Հիսուսը ուզում է տալ քեզ, համընկնում է այն խաղաղության հետ, որ նա ուներ տառապանքի կիզակետում։ Սա փոխում է ամեն ինչ, որովհետև ցույց է տալիս, որ իսկական խաղաղությունը կախված չէ խնդիրների բացակայությունից, այլ Աստծո ներկայությունից։ Եվ նա խոստացավ, որ կլինի քեզ հետ ամեն օր, այդ թվում այսօր, բայց կա մի գաղտնիք։ Այս խաղաղությունը դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ դու հանձնվում ես։ Քանի դեռ փորձում ես ամեն ինչ ինքդ լուծել, սիրտդ մնում է խռովված, բայց երբ աղոթում ես, վստահում եւ թողնում ես, ինչ որ բան է փոխվում։ Աստծո խաղաղությունը չի գալիս լուծումից հետո, այլ գալիս է շուտով, հանձնումից հետո։ Գուցե ասես, բայց ես աղոթում եմ եւ չեմ զգում խաղաղություն։ Հարցն այն է, աղոթում ես հանձնելու համար, թե պարզապես հույզեր ես թափում, որովհետև հանձնելը բողոքելը չէ։ Դա նշանակում է Աստված, ահա այստեղ է, ես այլևս չեմ կրելու սա։ Եվ ապա, այո, Սուրբ Հոգին ստանձնում է։ Հենց դրա համար է աղոթքը դառնում կյանքի ձև, ոչ թե արտակարգ միջոց։ Նրանք, ովքեր աղոթում են հանձնվելով, ապրում են թեթև։ Ոչ թե որովհետև չեն տառապում, այլ որովհետև հասկացել են։ Աստված միշտ գալիս է ճիշտ ժամանակին։ Նրա խաղաղությունը պահպանում է սիրտն ու միտքը, պաշտպանում է անհանգստության հարձակումներից, ճնշումից։ Եթե այս խոսքը քեզ համար է, մեկնաբանիր հիմա հավատով. Տեր, նույնիսկ խառնաշփոթի մեջ ես ընտրում եմ ապրել քո խաղաղության մեջ։ Սա պարզապես մեկնաբանություն չէ։ Սա հոգևոր որոշում է։ 10-րդը, Մատթեոս 6։ Ինչու ես արժեքավոր, քան կարծում ես։ Մենք ապրում ենք մի սերնդում, որտեղ արժեքը չափվում է արտաքինով, հաջողությամբ, թվերով։ Եթե ունես դա, արժեքավոր ես։ Եթե չունես, մոռացվում ես։ Եվ դրա հետ շատերը, ովքեր սիրում են Աստծուն, զգում են իրենց փոքր, աննշան, կարծես ոչ ոք չի տեսնում իրենց։ Բայց այսօր Աստված ուզում է հիշեցնել քեզ այն, ինչ Հիսուսը հստակ ասաց. դու արժեքավոր ես, քան կարծում ես։ Մատթեոս 6:26-ում Հիսուսը հզոր համեմատություն է անում։ Նայեցեք երկնքի թռչուններին, նրանք ոչ սերմանում են, ոչ հնձում, ոչ էլ հավաքում ամբարներում, բայց ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Դուք արդյոք շատ ավելի արժեքավոր չեք, քան նրանք։ Այս հարցը Հիսուսի կողմից հոգևոր արթնացում է։ Նա ասում է. իրոք կարծում ես, որ ես կհոգամ թռչունների մասին, բայց ոչ քո մասին։ Հիսուսը կործանում է պակասի վախը։ Դու բախվում ես անհանգստության, որ քուն չի տալիս։ Նա ասում է դու որդի ես, ոչ թե որբ։ Քո հայրը տեսնում է, գիտի, մատակարարում է։ Բայց հարցն այն է, հավատում ես դրան, որովհետև աշխարհը կփորձի համոզել քեզ հակառակը։ Դու քո աշխատավարձը չես, դու լայքերի քանակը չես, դու այն չես, ինչ քեզ ասել են մանկությանդ օրերին։ Դու այն ես, ինչ Աստված ասում է քո մասին։ Եվ գիտես թե ինչ է նա ասում,
որ դու թանկ ես, ընտրված ես, սիրված ես, ներված ես, պահպանված ես, պաշտպանված ես, եւ ոչինչ քո կարիքը նրա աչքերում աննկատ չի մնում։ Նա գիտի այդ հաշիվը, որ չես կարողանում վճարել։ Նա գիտի այդ վախը, որ կատվածահար է անում քեզ։ Աստված տեսել է ամեն ինչ եւ պատրաստում է այն, ինչ պետք է քեզ, իր ժամանակին։ Բայց դրա համար պետք է հրաժարվել պակասի տրամաբանությունից եւ մտնել արքայության դրամաբանության մեջ։ Վստահություն, կախվածություն, հավատ։ Հիսուսը չի խոստացել կյանք առանց փորձությունների, բայց խոստացել է, որ Հայրը կհոգա քո մասին։ Եվ հոգատարությունը ոչ միայն նյութական աջակցություն է, այն պահպանում է քո միտքը, պաշտպանում է քո սիրտը, ուղղորդում է քո քայլերը։ Այն տալիս է ուղղություն, երբ ամեն ինչ խճճված է թվում։ Եվ եթե նա հոգ է տանում նույնիսկ դաշտի շուշանների մասին, ինչու չպետք է հոգ տանի քո մասին։ Մեկնաբանիր այստեղ հավատով։ Ես հավատում եմ, Աստված հոգ է տանում իմ մասին։ Ես արժեքավոր եմ Հոր աչքերում։ Սա ճշմարտություն է, որ ոչնչացնում է ամբողջ անհանգստությունը։ Դու թիվ չես, դու թագավորի զավակ ես։ Աշխարհում, որտեղ մեզ ընկալում են որպես թվեր, ալգորիթմներ, լայքեր եւ արդյունքներ, հեշտ է մոռանալ, ովքեր ենք մենք իրականում։ Մարդիկ նայում են դրսից, արտաքինը, արդյունավետությունը, արտադրողականությունը, բայց Աստված նայում է սրտին։ Նա երբեք քեզ չի տեսել որպես պարզապես եւս մեկ աղջիկ կամ տղա։ Նա երբեք քեզ չի շփոթել բազմության հետ։ Նրա աչքերում դու եզակի ես, անփոխարինելի, անկրկնելի։ Երբ Հիսուսը մեռավ խաչի վրա, նա չմեռավ սովորական բազմության համար, նա մեռավ քեզ համար, քո անունով, քո պատմության համար, քո անհաջողությունների եւ քո երազանքների համար։ Եսայա 43:1-ում Աստված ասում է. «Մի վախեցիր, որովհետև ես փրկագնեցի քեզ, քո անունով կանչեցի քեզ, դու իմն ես»։ Սա ինքնության աստվածային հաստատում է, դու պատկանում ես նրան։ Սատանան կփորձի համոզել քեզ, որ դու պարզապես եւս մեկն ես։ Նա կփորձի համոզել, որ Աստված չափազանց զբաղված է քո խնդրանքները լսելու համար, որ երկինքը լռում է, որ քո ձայնը չափազանց թույլ է, բայց սա սուտ է։ Ճշմարտությունն այն է, որ Աստծո գահը թեքվում է լսելու քեզ։ Նա ճանաչում է քո ձայնը, նույնիսկ երբ այն միայն շշնջում է։ Երբևէ մտածել ես, թե քանի մարդ կա աշխարհում։ Հիմա մտածիր, Աստված լսում է քո աղոթքը, այնպես կարծես միայն դու գոյություն ունես։ Ահա թե ինչպես է նա տեսնում քեզ։ Որպես սիրելի զավակ։ Զավակ, որ կարող է վազել դեպի նա ցանկացած պահի, առանց վախի, առանց ամոթի, առանց թույլտվության։ Մուտքը միշտ անվճար է։ Եվ գիտես, թե դա ինչ է փոխում։ Ամեն ինչ է փոխում։ Երբ հասկանում ես, որ դու զավակ ես, այլ կերպ ես աղոթում, այլ սպասումներ են։ Դադարում ես փնտրել հաստատում ուրիշներից եւ սկսում ես բռնվել այն բանից, ինչ Աստված արդեն ասել է քո մասին։ Անհանգստությունը նվազում է, որովհետև գիտես, որ Հայրը հոգ է տանում նրանց մասին, ում սիրում է։ Այնուհետև մեկնաբանիր այստեղ հոգևոր իշխանությամբ. Ես թիվ չեմ, ես Աստծո զավակ եմ, եւ նա հոգ է տանում իմ մասին։ Հռչակիր սա հավատով, որովհետև այս ճշմարտությունը կոտրում է մերժման, լքվածության եւ անորոշության շղթաները։ Երբ միտքն այլևս չի դիմանում, հոգին միջամտում է։ Կան օրեր, երբ մարմինը դեռ հետևում է, բայց միտքը փլուզվում է։ Խելագար մտքեր, ապագայի վախ, հուզական հոգնածություն։ Փորձում ես աղոթել, բայց չգիտես որտեղից սկսել։ Բառերը սառում են, սիրտը ծանր է։ Բախվել ես դրան։ Այսպիսով լսիր։ Աստված արդեն կանխատեսել է այդ օրերը եւ պատրաստել է օգնություն։ Հռոմեացիներ 8:26-ում գրված է. Հոգին օգնում է մեր թուլության մեջ, որովհետև մենք չգիտենք, թե ինչպես աղոթել, ինչպես պետք է, բայց ինքը հոգին միջնորդում է մեզ համար անասելի հառաչանքներով։ Սա նշանակում է, որ նույնիսկ երբ չես կարողանում աղոթել, երկինքը լռություն չէ։ Սուրբ Հոգին աղոթում է քո փոխարեն։ Սա Աստվածաշնչի ամենագեղեցիկ խոստումներից մեկն է։ Աստված գիտեր, որ կլինեն օրեր, երբ չափազանց հոգնած կլինես խոսելու համար, եւ այնուամենայնիվ նա պատրաստել է միջնորդ քո մեջ։ Հոգին ոչ միայն մխիթարում է քեզ, այլ կատարյալ կերպով թարգմանում է քո ցավը եւ ներկայացնում Հորը։ Դու կարող ես մտածել, որ ծախողվում ես, բայց Հոգին պայքարում է քո համար հետևում։ Ահա թե ինչ ունես հիմա։ Սիրտ, որը չնայած հոգնածությանը դեռ փնտրում է։ Այնուհետև գրիր այստեղ որպես գոռոց. Սուրբ Հոգի, միջնորդիր ինձ համար։ Ես չգիտեմ, թե ինչպես աղոթել, բայց գիտեմ, որ դու հասկանում ես ինձ։ Թող երկինքը հոգ տանի այն մասին, ինչ ես դեռ չեմ կարող արտահայտել։ Ամեն ինչ հանձնիր Աստծուն, ներառյալ այն, ինչի համար ամաչում ես։ Կան բաներ, որոնք մենք հեշտությամբ ենք հանձնում Աստծուն, բայց կան նաև այլ բաներ, որոնք թաքցնում ենք։ Հին վնասվածքներ, վատ մտքեր, սովորություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Ամոթ, որ տարիներ շարունակ կրել ենք։ Մենք աղոթում ենք որոշ ոլորտների համար,
եւ թողնում ենք մյուսները, կարծես ասում ենք. «Տիրեր, այստեղ մի դիբիր», բայց Աստված քո մասերը չի ուզում, նա ուզում է ամբողջը քեզ։ Առաջին Պետրոսի 5:7-ում գրված է. «Ամբողջ ձեր հոգսը գցեք նրա վրա, որովհետև նա հոգ է տանում ձեզ համար»։ Ամբողջը ներառում է նաև այն, ինչի մասին նույնիսկ խուսափում ես մտածել։ Այն ներառում է թաքնված մեղքերը, չարտահայտված վախերը, մեղքի զգացումը, որ լուր գրում ես։ Աստված ուզում է ամեն ինչ, որովհետև միայն նա կարող է բուժել այն, ինչ դու թաքցնում ես։ Խնդիրն այն է, որ շատերը կարծում են, թե պետք է նախ իրենց կարգի բերեն, որպեսզի հայտնվեն Աստծո առջև։ Կարծես թե նախ պետք է ինքդ քեզ շտկես, բայց Ավետարանը լիովին հակառակն է ասում։ Դու գալիս ես այնպիսին, ինչպիսին կաս, եւ նա փոխակերպում է քեզ։ Հենց խորանի մոտ է տեղի ունենում վերանորոգումը, ոչ թե դրանից առաջ։ Եվ երբ բացահայտում ես այն, ինչը քեզ ամոթ է առաջացնում, դու զինաթափում ես թշնամուն։ Ամոթն ուժ ունի միայն այն ժամանակ, երբ թաքնված է, բայց երբ այն բերում ես Աստծո լույսի տակ, այն կորցնում է իր ուժը։ Բուժումը սկսվում է, երբ վիրավորումը բացահայտվում է, վստահությամբ, եւ Աստված երբեք չի դատապարտի քեզ բացվելու համար։ Ընդհակառակը, նա կընդունի քեզ, կմաքրի եւ կթարմացնի։ Դադարիր փախչել այն մասերից հոգու, որոնք վիրավորում են։ Ժամանակն է ամեն ինչ հանձնել նրան։ Նա միակն է, ով կարող է հաղթահարել այն, ինչ դու այլևս չես կարողանում կրել։ Եվ նա ուզում է դա անել այսօր։ Նա չի զայրանում քեզ վրա, նա սպասում է քեզ։ Հիմա գրիր որպես հանձնվելու արարք. «Տիրեր, ես հանձնում եմ քեզ այն, ինչը ինձ ամաչեցնում է։ Նա հոգ է տանում ամեն ինչի մասին»։ Այս հանձնումը կարող է փոխել քո պատմությունը։ Աստծո ժամանակը կարող է թվալ լռություն, բայց դա սպասման ռազմավարություն է։ Հավատի ամենադժվար մասերից մեկը։ Մենք աղոթում ենք, հավատում, հույս ունենք, բայց թվում է, թե երկինքը լռում է։ Ոչինչ չի փոխվում, ոչինչ չի տեղի ունենում, եւ միտքը սկսում է գոռալ. «Միթե Աստված մոռացել է ինձ»։ Եթե հենց այս պահում ես, լսիր ուշադիր։ Աստծո լռությունը մեր շունչ է, այլ պատրաստություն։ Եսայա 55:8-9-ում Աստված ասում է. «Որովհետև իմ մտքերը ձեր մտքերը չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն։ Ինչպես որ երկինքը բարձր է երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից»։ Սա նշանակում է, որ Աստված գիտի, թե ինչ է անում, նա չի ուշանում, նա գործում է ռազմավարորեն։ Երբեմն թվում է, թե դա ուշացում է։ Դա այն ժամանակ է, երբ Աստված ինչ-որ բան է պահում, որպեսզի դու չստանաս այն շուտ, որովհետև անպատշաճ ժամանակ տրված օրհնությունը կարող է դառնալ ծանրաբեռնվածություն։ Աստված չի ուզում տալ քեզ պարզապես մի պատասխան, նա ուզում է տալ պատասխան, որ կտևի, կփոխակերպի, կխրախուսի։ Դրա համար նա նախ պատրաստում է քո սիրտը։ Աստծո լռությունը սովորեցնում է, նա աշխատում է լռության մեջ ինչպես նկարիչը, որ ստեղծում է գլուխգործոց։ Դու կարող ես չլսել նրա քայլերը, բայց նա աննկատելիորեն շարժում է բաները, բացում է դռներ, որոնց գոյության մասին նույնիսկ չգիտեիր, կանխում է աղետներ, որոնց մասին չես էլ պատկերացնում, պաշտպանում, հոգ է տանում եւ կառուցում ամեն ինչ։ Եվ գիտես ինչ, երբ Աստված պատասխանում է, նա անում է այնպես, որ հետո նայելով հետ ասես. «Շնորհակալ եմ, որ ամեն ինչ չընթացավ իմ ծրագրով, շնորհակալ եմ, որ սպասեցի, որովհետև նրա ծրագրերը կատարյալ են»։ Պարզապես պետք է վստահել, նույնիսկ եթե չես հասկանում։ Հավատը նշանակում է քայլել խավարի մեջ, վստահ լինելով, որ նա տեսնում է ամեն ինչ։ Գրիր այստեղ մեկնաբանություններում որպես վստահության նշան։ Նույնիսկ լռության մեջ ես վստահում եմ քո ժամանակին, Տեր, որովհետև ճիշտ ժամանակին պատասխանը կգա, եւ այն կլինի ավելի լավ, քան ես պատկերացնում եմ։ Այսօր Աստված ոչ միայն լսում է քեզ, նա արդեն աշխատում է։ Կարծում ես, որ Աստված սկսում է գործել միայն այն ժամանակ, երբ դու աղոթում ես։ Այսպիսով պատրաստվի լսել հետևյալը. նույնիսկ նախքան ծնկի իջնելդ, նա արդեն շարժման մեջ էր։ Եսայա 65:24-ում գրված է. «Եվ կլինի, որ նրանք դեռ չկանչեն, ես կպատասխանեմ, նրանք դեռ խոսեն, ես կլսեմ»։ Այսինքն Աստված կանխատեսում է քո ցավը, նա գործում է խնդրանքից առաջ։ Սա փոխում է ամեն ինչ, որովհետև ցույց է տալիս, որ դու չես փորձում համոզել մոռաց Աստծուն։ Դու խոսում ես հոր հետ, ով արդեն լուծման գործընթացի մեջ է։ Քո աղոթքը չի սկսում պատասխանը, այն ակտիվացնում է քո հավատը գիտակցելու այն, ինչ Աստված արդեն սկսել է անել։ Հիշում ես, երբ թվում էր, թե ամեն ինչ կգնա սխալ, եւ վերջին պահին տեղի ունեցավ ինչ-որ բան, որ ազատեց քեզ։ Դա պատահականություն չէր, դա Աստծո ձեռքն էր, որ արդեն աշխատում էր քո համար։ Եվ հիմա, երբ լսում ես այս հաղորդագրությունը, անտեսանելիում բաներ են շարժվում, դռներ են բացվում, սրտեր են դիպչվում, ճանապարհներ են պատրաստվում։ Բայց կա մի մանրուք. Աստծո ձեռքը տեսնելու համար պետք է հավատալ։ Հավատը ակնոցներ են, որոնք թույլ են տալիս տեսնել անտեսանելին։ Եվ երբ նայում ես հավատի աչքերով, վախը կորցնում է իր ուժը, որովհետև հասկանում ես, որ երկինքը ակտիվ է, նույնիսկ երբ երկիրը անշարժ է։ Դու կարող ես նայել ամենամութ հովտին, բայց Աստված արդեն քո առջև է, լույսով։
Նա արդեն պատրաստում է մարդկանց, հնարավորություններ, բուժումներ, պատասխաններ։ Նա արձագանքող Աստված չէ։ Նա կանխատեսում է, պաշտպանում է հարձակումից առաջ, ապահովում է նախքան մեղադրանքը, վերականգնում է նախքան կոտրվելը։ Այսպիսով, հիմա մեկնաբանիր որպես մարգարեական արարք, Աստված արդեն գործում է իմ համար, նույնիսկ եթե ես դեռ չեմ տեսնում, որովհետև այս հաստատումը տեղ է տալիս հրաշքներին։ Եթե այս հաղորդագրությունը դիպչել է քեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մնացիր մինչև վերջ։ Դու պատահաբար չես եկել։ Աստված քեզ բերեց հենց սա լսելու համար։ Դու մենակ չես։ Նա հոգ է տանում յուրաքանչյուր մանրուքի մասին։ Պահիր, շարունակիր աղոթել։ Շարունակիր վստահել, որովհետև այն, ինչ Աստված պատրաստել է, կզարմացնի քեզ։ Թող Աստված մեծապես օրհնի քեզ։ Հանդիպենք հաջորդ տեսանյութում։ Պահպանիր խաղաղությունը։